նենց հետաքրքիր է, որ հիմա բերեմ ստեղ նստացնեմ։ Ասեմ սոցիալ հոգեբանականի, սոցիալ փիլիսոփայական եւ սոցիալ տնտեսականի տարբերությունը կասես Շարքային Փաշինյան։ Ստուգման գրքույկը տուր, նեզաչոտ լիկվիդն չստացար գնա բանակ ծառայի։ Վատ սցենարով, վատ դերասաններով, վատ որակի սերիալներ կան, չէ՞։ Մոտավորապես այդպես սերիալ է մի հատ։ Ուրեմն ոչ միայն վերջի էջը տեսել ենք, այլ գիտենք ինչա, չի լինելու դա, կարակ չհետևեք։ Ուղղակի կարակ չհետևեք։ Ոչինչ չի փոխվում դրանից, որ դուք հետևում եք։ Դուք պրոստը հետևեք նրան, որ Փաշինյանը մի օր չորոշի, որ մեկա չի ստացվում, ջանդամբլնի գորակի Հայաստանը ծախեմ գնամ։ Այսինքն դրան դա կանխելու համար պետք չի ամենօրյա ռեժիմով հետևել, ով ինչ բառաչեց, Ալիևը ինչ ասեց, նրանք ինչ պատասխանեցին, բան արեցին։ Լավ, այսինքն դուք Հայաստանի համար ինչ որ տեղի անենում Բրյուսելում, մեծ հաշվով։ Այսինքն Հայաստանի անվտանգությունը ամբողջությամբ, այս պահին ամբողջությամբ Բրյուսելյան բանի մեջ է, օրբիտայի մեջ է, սա մեկ։ Երկրորդը ժամանակ առ ժամանակ մեր պաշտոնյաները, որոնք չգիտեմ ինչ են ուտում, առյուծի կաթ են խմում, մակարովի գյուլա են կուլ տալի, չգիտեմ ինչ է իրենց հետ լինում, մեկ-մեկ փորձում են Եվրոպային տիպը մատ թափտել, բա Հայաստանն անկախ երկիր է, մենք մեր սեփական քաղաքականություն ունենք առհակ ու բախտից։ Դու քո սեփական քաղաքականության իրավունքը ծախել ես 2018 ընտրություններից իրիկունը, այն դեկտեմբերի ընտրությունների ժամանակ, որովհետև քո սեփական որոշում կայացնելու ընտրությունը քեզ տրված էր նրա համար, որպեսզի դու նախկինների, որոնք մերժեցի, նախկիններից ձեռբազատվելով Հայաստանը տանես զարգացման ճանապարհով։ Եթե դու մնացել ես նույն ծիրի մեջ, ասել ես, որ բանակը ձեռ չես տալիս, եթե դու ասել ես, որ մեր ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի գործընկերների հետ մենք շարունակում ենք համագործակցել, այդ դրանով հանդերձ, այն ինչում դու մեղադրել ես նախկիններին, որ իրանք չունեն այդ սեփական սուբյեկտությունը, որպեսզի հարց լուծեն, դու մնացել ես այդ նախկինի մեջ։ Այսինքն գոյություն չունի իրավիճակ, երբ դու նախկինների մերժում ես, ասում ես իրանք Ռուսաստանի կամակատարն են եղել, բայց ես չեմ։ Ու ոչ մի կերպ չի փոխվում վարքդ։ Ինչ որ բան այդտեղ այն չի։ Կա խնդիր, եւ այս խնդիրը, երբ որ քեզ բարձրաձայնում են, երբ որ քեզ ասում են, որ եվրոպական ընտանիքի համար անընդունելի է մայիսի 9-ին գնալ Մոսկվա, որովհետև դա մի օր է, երբ Ռուսաստանում հավաքվում են Ադոլֆ Հիտլերի դաշնակից Յոսիֆ Ստալինի կողմնակիցները, որոնք պատերազմը սկսել են սեպտեմբերին 39 թվականի համատեղ ոչնչացնելով քո այսօրվա ամենալավ, ամենահզոր բարեկամներից մեկին Լեհաստանին ոչնչացնելով։ Այնուհետև քո դաշնակից քո համար հիմա բանում սահմաններիդ վրա եվրոպական դիտորդական առաքելության մեջ մարդ ապահովող Բալթյան երկրները։ Դուք իրականում մայիսի 9-ին գնում եք, որպեսզի նշեք, որ այդ երկրների անկախությունը Հիտլերի հետ միասին ոչնչացրել եք, հրասա խայտառակությունը։ Ոնց կարելի է դրանից հետո ինչ որ մի կերպ արդարացում գտնել։ Դա նույնն է, ոնց որ ապրիլի 24-ին այն մարդը, որ քեզ ասում է մի գնա Մոսկվա, ինքը Էստոնիայի ներկայացուցիչ է։ Ոնց որ ապրիլի 24-ին ցուցադրական կերպով, ինչ իրանք երբեք չեն անի, բայց ուղղակի տարբեր քայլիստներին տեղը դնելու համար, իրանք գրկախառնվեն Թուրքիայի հետ Էնվերի, Թալատի եւ բանի Ջեմալի բանի մոտ, նկարների մոտ։ Ոնց կարելի է սա համարել Հայաստանի անկախ քաղաքականության դրսևորում։ Քեզ ասում են մի արա կմրսես, մատդ հաստոցի տակ մի մցրու կկտրի կտանի, մի լպստի 380 վոլտը ձեռ տուր։ Ինչ, այն որ քեզ թվում է դա անկախություն է, որ երկու ձեռով գնում ես այդ կաբելը բռնում ես, հա, թե հաստոցի մեջ, մատդ քեզ դու գլուխդ մցրու։
Ասում են ասել են տեխնացու Եվրամիության տեխնացու երկրները թող չգնան, մենք տեխնացու չենք, դե մեզ այդքան խիստ չեն։ Իրանք տեխնացու չեն, բայց իրանց խիստ չեն դատի, որն է իրանց ասել են տեխնացու դարել։ Լեհաստանի նախագահն Հայաստանում ասել է դարձել։ 1 2 տեխնացու չի քայլիստների բազմությունը։ Հայաստանի Հանրապետությունը տեխնացու։ Քայլիստների բանը ինչ է, երիտ աթաթուրքական են իրանք։ Պիոներ են, լենինական, աթաթուրքական, չգիտեմ ինչ որ իրանց պատկերացումները աշխարհի սահմանափակվում է 3+3-ով։ Բայց Հայաստանը չի պատկանում այդ 3+3 ֆորմատին։ Ռուսաստանը կրկին Զախարովայի մատուցմամբ կրկին իր քարտեզներ է առաջարկում։ Հարցը հետևյալն է, արդյոք սա ական է, արդյոք այստեղ վտանգներ կան սահմանազատման Հայաստան-Ադրբեջան սահմանագծման հարցում ասում է եկեք, այո, ինչ լավ է, եկեք մեր քարտեզներով։ Մենք ուրիշ աղբյուր չունենք քարտեզների, այդ քարտեզները ինչ որ ական են պարունակում, թե կօգնեն, գուցե շատ լավ է, բրավո, որովհետև Նիկոլ Փաշինյանը մի բան բաց են թողել, քարտեզները պարզապես մենք ունենք, երկու կողմերն ունեն, որովհետև այդ քարտեզները 75-79 թվականի քարտեզներ են, այդ քարտեզները մենք հաստատ ունենք, ինչի մասին ես ասենք լսել եմ պատասխանատու պաշտոնյաներից, տեսել եմ այդ մեկը։ Ի վերջո այդ գլխավոր շտաբի Սովետական միության գլխավոր շտաբի քարտեզներն են, որոնք մեծ մասշտաբի մեջ են, այսինքն այնտեղ մանր-մունր կիլոմետրաժի խնդիրը հողի վրա դրա մասին են բանակցությունները հիմնականում հողի վրա փորձում են լուծել, բայց մեծ իմաստով քարտեզը կա։ Մաշկա Զախարովան կամ Արաղն ա փոխվել սպիրտը, այսինքն ինքը մոռացել է, որ այդ հարցերը ակտուալ չի Հայաստանում, թե Հայաստանը եւ Ադրբեջանի միջեւ, որտեղ այդ բանը արդեն ռատիֆիկացված աշխատում են։ Կամ իրանք ինչ որ մի բան են որոշել, որ պետքա օրինակ Ադրբեջան ինքը սա ասում է, հիմա սպասենք նրան, որ Ադրբեջանը որպեսզի կասեցնի նաև այդ գործընթացը, ասի, որ այս քարտեզի հետ ես համաձայն չեմ, օրինակ, որտեղ ինքը պայմանական է 75 թիվ, ինքը 75 թիվ ֆրացել։ Օրինակ 78 թվականի քարտեզների հետ ես համաձայն չեմ, եկեք գնանք Մոսկվայից վերցնենք։ Ու Մոսկվայից որ վերցնեն 78 թվականի քարտեզները, եթե այս հարիֆները համաձայնվեն կամ այդ անձնավորությունը, որը փոխվարչապետ է ստեղ աշխատում, եթե իրանք համաձայնվեն, մեկ էլ պարզվի, որ 78 թվականի նոր տված քարտեզով Ռուսաստանի կպարզվի, որ արդեն իսկ սահմանագծված եւ սահմանազատված իրանցի կտորը այլ բան պետք է ունենա, այլ տեսք պետք է ունենա։ Ու ուտեղ իրանք կասեն, դե էս էլ հետ մեղա արեցինք, հաջող։ Հասկացաք, թեման որն է։ Այսինքն, երեք Facebook-յան ընկերներից մեկը փայլուն մի հատ բան արեց, փայլուն գրառում արել, ամբողջ գիշեր ծաղաց թրիկն է ողորել։ Ասում եմ, բայց նկատում եք, մենք գնալով ասում եմ թուրքերին սկսելու ենք ասել սև ռուս։ Բաց շարունակեք։ Դե որտեվ մենք ռուսներին ասում ենք սպիտակ թուրք, չէ՞։ Ասում եմ հիմա սենց սրանց պետք է ասենք սև ռուս, որտեվ իրենք շատ ավելի վատն են։ Ասում եմ այդ երկու բանի մեջ նույն գաղափարն է բոլորի մոտ ովքեր դնում են մտածում են որ դնում ես վերլուծում ես էմոցիաները անջատում ես դնում ես մի սեղանի վրա այդ բանի պես Դանիել Դեֆոյի հերոսի պես կիսում ես դրականը բացական տեսնում ես որ թուրքը որպես թշնամի միշտ նախընտրել է որտեղ ինքը ասում է ես քո թշնամին եմ ես քեզ կմորթեմ ու լսել եք որ Թուրքիայից ինչ որ մեկը ասի մեր բարեկամ Հայաստանը եկեք մենք ձեզ քարտեզ տանք դանակ տանք մեջքներիդ մեջ բայց կտանք չէ զրոքասում են գիր չթարթես մեջքով չպտտվես կմորթենք բերն է բերան ասում են ու նույնիսկ եթե ինչ որ մեկը ասում է չէ մենք ուզում ենք խաղաղ կայուն հարավային Կովկազ հետևից վերականում մեկը ասում է հա խաղաղ բան որ հանգիստ ասում դռները հանգարց չփակեն գիշերը որ գանք մորթենք Իրանք շատ կոնկրետ բանի մեջ են ու լուրջ եմ ասում, այդ ավելի նախընտրելի տարբերակ է, որտև այս բաները, սպիտակ թուրքերը, չգիտես ոնց են կուտը տալիս, հայրը համ ընդ ապրում են, համ հավատում են, համ բանում Գյումրիում քաղաքապետ են ընտրում, որը ասում է ես
ուզում եմ դառնամ ստրուկ, վարչապետը չպետք է զբաղվի էթնոգետնեզով, սոցիալական փիլիսոփայությամբ եւ սոցիալ հոգեբանության սոցիալ հոգեբանական հեղափոխություն հեղափոխություններով, որտեղ վապրղ երկար ժամկետ է 30 ռոկից, բայց քաղաքապետ չզբաղվել պոլիտիկա, քաղաքապետ զբաղվել գործուր, լուսավորություն, չգիտեմ, թափառակ շներ, աղբահանություն, քաղաքապետը դրանով է զբաղվում։